Ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանը անձամբ ձեր մեջ քաղաքական թիվ 1 անդիմախոս, օպոնենտ, մրցակից տեսնում է թե ոչ։ Կամ դուք որպես լրագրող իմ հետ խոսացեք, կամ որպես քաղաքական գործիչ կարող եք բանավիճել։ Լավ, ձեր քաղաքական շահը այդ process-ի մեջ որն էր ընտրում։ 26-31 թվականներին մենք չպետք է ունենանք այս իշխանության շահը։ Համոզմունքների մասին։ Չստացվեց, որ այդ ամբողջ օրակարգը ֆեյք օրակարգ էր եւ չհաջողվեց։ Լոռիում ասում ենք պերված լսացեք։ Իհարկե, ես լորացի։ Ինքը նաև որպես օպոզիցիոներ եղել է այդպես պերված քաղաքական միավոր։ Դրանից հետո դուք շարունակել եք Նիկոլ Փաշինյանի կառավարությունում աշխատել հիշեցնել։ Սեման Սարգսյանը ավելի շատ է պաշտպանում Նիկոլ Փաշինյանին, քան Նիկոլ Փաշինյանի ինքն իրան։ Ինչ պիտի անի Նիկոլ Փաշինյանը, որ մանևրես իրավիճակում, որ չի անում։ Նոյեմբեր ամսից 23 թվականին մինչև հիմա ինձ հմեկ չեն հրավիրում։ Տիտղոսակիր ընդդիմադիրները ազգային ժողովում ձեզ չեն վստահում, ինչու ձեր հետ պիտի առհասարակ աշխատեն։ Ասում են Նիկոլ Փաշինյան 2.0, ինչ տարբերություն։ Գյումրիի տակ են մնացել օպոզիցիոներները։ Դուք փորձում եք այդ թվում նաև դուք։ Միքայել Սրբազանի ներքաշել մի բանի մեջ, ինչի մեջ այդ մարդը ներքաշվել չէր ցանկանում։ Որտեւ իր թիմը խնդիրը Ալիևի պանջը կատարելն է։ Մեծագույն հաճույքով անկեղծ ես ամենայն ազնվությամբ հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի հետ մի օր հարցազրույց վարելու հնարավորություն կունենամ, բոլոր հարցերի պատասխանները տալու։